Նորից Սաֆարյան, Ձորի ես կողմից այս անգամ ողջույն։ Ողջույն։ Ամսի 12-ը։ 12-ն է նոյեմբերի 15 աստիճան է։ Այսօր մեր ամենաերջանիկ օրն է։ Գնում ենք առևտրի։ Չէ՞ անայդ։ Այլ ճակետների մեջ։ Երջանիկ։ Ճակերտը լավ անավասը։ Դնում ես սաղ վատ երևույթները վերջանում են։ Եկվենք Գյուրջան։ Սպասենք մինչև Անահիտը գնա ուտելիքները հավաքի, վերենք կրավատների տակ լցնենք, բոլ-բոլ ու հանգիստ ապրենք։ Մի շաբաթ։ Թեկուս, ինչի կրավատի տակի սառնարան չեն սարքում, հարմար կլինի։ Դնենք կրավատի տակ։ Ձեն հանի։ Դու քնած ես գալիս կրավատի տակից ուտելիքները անում։ Գիշերը։ Գիշերը։ Չէ, հիմիկվա խաղացինքները համարա ձեն չեն հանում, բայց մեկ այլ միանում է։ Դուրը բաց եմ փակեմ, պանիրը հանելուց մի հատ բաց շխ-շխ-կոշ չհանեմ։ Պանիր թե մածուն։ Մածուն է պանիրը։ Բաստուրմայա։ Նասեմ փողոց, ես արդեն սովորություն դարավա շուկա մտնել դուրս գալ։ Դե մտնենք դուրս գանք, ինչ ասեմ։ Ես դաշտի են պամիդորները, թե։ Հա? Հա։ Ժամանակույթ հետևել մեր երկրում և աշխարհում տեղի ունեցող Ինչ կատարան նման։ Նատ ոչխարի պանիր հələ մի քիչ փորձնական առնեմ։ Անայտը ռիշ չի անում առնի։ Ինձ մի կես կիլո ոչխարի պանիր տվեք, էլի տանեմ փորձեմ։ Կանաչիով սիրում եք։ Դավայ, կանաչիով սիրում եմ։ Արտարյան մեր շուկան չեք եկել։ Չէ, շուկան գալիս եմ պանիր չենք մոտենում, հա։ Ինչ արժի։ 3000 դրամ։ Կես կիլո էլի։ Շատ բարի, ինձ հիմա կտպրեք։ Ահա, տանեմ փորձեմ, թե չէ վերջերս այդ խանութինը վերջի անգամ դուրս չեկավ։ Լավ են գնաց վալեից վերցրեցինք պանիրը։ Խանութում ինչ արժի պանիրը անետ։ Արմ տարբեր գներ է պանիրների։ Այն ինչ որ ոչխարի պանիրը 2900 էր թե 800, չեմ հիշում։ Բայց հիմա դարել էր 3-ից ավել ահագին։ Թանկացել է։ Հա, էդ էլ է թանկացել։ Ես հարցրեցի, ասեց, ինչը չի թանկացել, որ։ Որտեվ Սա թանկացել է։ ես 3000-ը վերցրեցի, ինձ թվաց։ Թանկ ես վերցրել։ Չէ, նա Զովկում 3 ես ինչքան էր, բայց դու այդ վերջի առածը չհավանեցիր։ Այս շուկայից Զովկին է, չէ։ Հա, շուկայից։ Դե գիտես շուկան մի քիչ վտանգավոր է։ Ոչխարի պանիրը ու բանով։ Այն կանաչի որելնում է, չէ։ Հա։
Իսկ մի քիչ վախենում եմ ոչ բանի Դրան շկայից։ այդ շատ լավ ներիշում էր, զովունի էր կարծում կոչվում այդ մեջը տենց կանաչիներով։ Այն կաթի կոմբինատը որ նկարում է, սլայդեր։ Հիշում ես մի անգամ։ Ինքը կանաչի չի, ինքը կանաչ սոխ է ինչ որ տենց հատուկ դնում է, հա։ Դրանով ես ինչքան բան գիտես անեդ։ Դե արի մի անգամից գնանք դեպի բան, երեխեքի մոտ։ Իհարկե, բայլուր ենք գնում։ Ճանապարհին եմ մի բան կնկարենք էլի, չէ՞։ Այո։ Գնացինք։ Ճիշտ ասած մտքովս անցել։ Գայի պողոտա։ Ինչ անցավ մտքովդ։ Սա այս ֆիշից մի բան երեխեքին առնեմ, բայց արդեն չի ստացի։ Ուսաբանականի ծառերը։ Շատ սիրուն գույները, այն այգու մեջ էր։ Այս բարդիները ինչ լավ դերին են դարել։ Այո, բարդիները շատ գեղեցիկ են, երբ դերնում են բոյով ու դերին։ Ափսոս չես կարա նայես այն գոմինը, շատ սիրուն էին էլի։ Ուրեմն, քանի դու զովքում էիր, Այո։ ես հավես չունեի ման գալու, ասեցի մի հատ Սուրեն Քոչարյան փողոցը մի հատ էլ ստուգեմ համնայն դեպս։ Google-ում խփեցի ում արդիվա դրած Քոչարյան երկրորդ նոր երկուսում Երևանում։ Ուրեմն պատասխաններ բերեց անկապ, բայց առաջի պատասխանը այդ ի պատասխանն էր, իսկուսնի ինտելեկտ, արհեստական բանականություն։ Ես հիմա տենց ելնում է հաճախ Google-ին հարցս տալի, հենց առաջի պատասխանը ինքն է։ Հա, իմիջիալոց Իրանը ամենահաջողն աղնում միշտ, էդ էլ եմ նկատել։ Հա, բացեցի, ուրեմն ասում է այդ Ղարաբաղի պրեզիդենտ, Հայաստանի պրեզիդենտ, в общем, Քոչարյանի անունով է դրած։ Քոչարյանի անունը ինչ էր։ Ռոբերտ, հա, Ռոբերտ Քոչարյանի անունով է դրած։ Հետո նայում եմ տակը գրած է կարակ հետը շարունակեք զրույցը։ Խփեցի, ասեցի, Ազիզ ջան, կներես, բայց ինձ թվում է դու սխալվում ես։ Ասեց, վայ, ճիշտ եք ասում։ Երվանդ Քոչարյան։ Երվանդ Քոչար։ Ո՞ց Երվանդ Քոչար։ Լավ անեց, սպասի պատմեմ։ Запутался искусственный интеллект։ Գրեցի, այսինքն ասեցի, խոսքով էի ասում, էդ էլ ենքան դժվար էր գնում, 5 անգամ ասում եմ, մինչև գնում էր։ Ասում եմ, սխալվում եք նորից, մի հատ նորից նայեք էլի, գրեց վայ, կներեք ասում է, այդ լրիվ ուրիշ տեղ է, ու նկարագրում է այդ որտեղ է Երվանդ Քոչար փողոցը, հետո ասում է, գիտեք ասում է, ռեսուրսներ շատ քիչ է բանում, համացանցում, չեմ կարում գտնեմ ասում է էլի, ասում եմ մի հատ հատուկ նայեք, Սուրեն Քոչարյան, կարող է իր անունովը, մեկ էլ գրեց, հա, ճիշտ եք ասում, Սուրեն Քոչարյանի անունովը։ Հետո Սուրեն Քոչարյանի մասին մի քանի հատ հոդված ուղարկեց, մեկը սկսեցի կարդալ, շատ հետաքրքիր էր, այնքան դուրս եկավ, բայց շատ երկար էր, ոշում հետո տունը կկարդամ։ Հա, հետաքրքիր է, քիչ էր քաղաքի կեսից շատը զավթել, հələ մնում էր փողոցի անունն էլ իր անունով էլ։ Բա, արհեստական ինտելեկտին էլ զավթել։ Ռուբինյանց փողոցը նկատի ունեմ։ Եկանք մեր լուլուինց կացարանները։ Ողջույն Լուլու ջան, ողջույն բոլոր ընտանիքին ձեր։ Ողջույն։ Անին, Վահեին։ Ես լավ տենում եմ շենքերը, բայց կամերայի մեջ չի երևում, չէ, կողքը չի երևում։ Այն այգի չասած պետք է թեքվենք անեդ։ Ահարոնյանով գնանք, այդ ամենահարմարն է։ Հա, հեսա թեքվեց։ Հա, հեսա ճիշտ է։ Այն այգին, էսել Ահարանյան, այս ինչ փոսեր։ Աչի վրա էլ են դպրոցն է, հիշում եք,
Լազար Սարյանի Ստեղել է, տես խծանը։ անունով ոչ ինչ ստեղինը ուժեղ չի լինի հույսով եմ ահա Անահիտը այնքան բացականչեց քշելուց ինձ սիրունա վերջը կանգնեցի ու այսքան հետ եկան որ նկարես ինչ անենք Անահիտ ջան Այս վարդին իմիջալոց են մեր կողմից ընդեղից որ գալիս էինք շատ գեղեցիկ էր ստեղից չէ այդ չի նիտո իսկ ափսոս որտեղ են կանգնած դες Ահարոնյան փողոցն է շարունակվում զանգ տվին Են բարձրահարկ շենքերը Դավիթ անհաղթ փողոցի վրա է այս փողոցն էլ Ուլնեցին է Ես էլ մեր Նելիչկայի որ փոքր էր այս դպրոցն էր գալի ստեղ էր սովորում Ասա դպրոց, հա? Այո Իդեպ լավ էր սովորում էլ ինչ գիտես Երևի լավ Են անդեղ լավ Բարդիներ կան հլը լրիվ պատրաստ չեն բայց Են դուխովկայի մեջ որ դնում ես վերևը արդեն եղել է ներքևը հլը Այս մեկն էլ էր տենց էլի վերևները դեղն էլ այս ներքևը կանաչ Այո Դե հլը մի քիչ գնանք ընդեղ են հիվանդանոցներ Անահիտ իդեպ Այո Դավիթը մեր տղան Մոտ մի տարի առաջ էր ասում էր մի հատ էս բակը մտի էլի նենց լավ մեծահասակ մարդիկ են լավ իրանց համար ակումբի նման տեղ են սարքել Այս բակը Հա այս շենքերի բակը այս շենքերը իմիջայլոց չգիտեմ բոլորն է թե մի մասն է AISM-ի այդ ինստիտուտի կոոպերատիվն էր Այդ բակը երևի են Ուլնեցից էր պետք մտնել Երևի Լավ, ես կամերան փոխեմ, բայց մի հատ պետք է դզեմ, երեք ինչ-որ լավ չէր նկարում այդ կամերան Հիշում ես, որ են խաչմերուկում կանգնած էինք, Անահիտ Արմեն, ես շատ մեդիչի Այո, մեդիչի Բայց ինչ է հենց էդ է սաղ բանը, էլի, մեդ էլի, բժշկական Բժշկական, հա, իրանց միդեն, իրանց Դիչին էլ ինչա չգիտեմ Բժշկական կենտրոն Դերվես ինչ ֆանտազիա է Էլի մի ասա Մեդ դիչի Հայերը ֆանտազիայի վրա մեկ բանն չէ խաչ, մեկ ու խաչ ոնց են ասում 5 ու խաչ, Անահիտ, դասատու մարդս մեկ ու խաչը որն է Մեկ էլ գիտես ինչ կար դրա նման Այս Լվովյանը որ գնում ենք են գայի այդ խաչմերուկը Դիմացը Վարշավիրանոց էր Անունը ինչ էր հիշում ես Ֆեն Օմեն Ֆինամեն Բայց փոխել են չէ հանել Չէ չկա այդ Վարշավիրանոցը Իրանք իհարկե ֆենը նկատի ունեին ֆեն Սրանք էլ մեդ դիչի Լավ էր Լավ է, ստեղ տնանված է ահագինս Դիմացն էլ է, տես ինձ Հա Խնանված է Ծիրանի ծառա Այո Ես մարդը տես Պագել է, լույսերա դերը Լույսավորությունով Բայց ես լույսերով, հա տես հանգեց Հանգում վարում է Ես չուտակին այս ծառը ոլորվել այս տրոբայի շուտ Էդ որ հանգեց բանը իշեցի, մի հատ այնդոտ կար է, ասում է Են, ինչ ես ուզում Ես տրոբայի շուրջն է այս ծառը Հա, էտո ինչ Թող անիկդոտս պատմեմ այան, էտ ես տրոբայի շուրջը ոլորվել է Ես նկարի հետո պատմի Ասում է Մոռացը, հա Ասում է են ինչ է հանդե գրած Դեպի կոմունիզմ Հա, ասում է ինչ, գնում ենք դեպի կոմունիզմ Բախի ասում է վարվում հանգում
Ասում ապե, յակա հասնենք, յա չենք հասնի, էլի։ Հիմա այս մարդու լույսերն է։ Վարում էր հանգեց։ Հաց սպասի ես լավ կարդամ, ոչ ման չեմ իշում, անա այդ ռոպեին գալիս է գլխիս։ Ինչ է գրած, Իզմիրյան բժշկական կենտրոն, այո։ Այս իշում ես ինչ, լուրջ կենտրոն էր եղել են կտեղ։ Բայց էդ էլ է, պամոյնում եք, ընկեր Քոչարյանին պատկանում։ Ոնց այդ փողոցը իր անունով չդրեցին այ մարդ։ Բաց թողում արել։ Լավ փոխեմ կամերան։ Այս լավ, այս կամերայով բայց ձերս։ Փոքնում է, հա։ Հա։ Ես մուտքը սենց բերել են առաջ, հա? Սենց չէր, չէ՞ ոնց որ։ Չեմ հիշում, ճիշտ է։ Չէ, սենց չէր։ Այ ընդեղ է ցենտր ծառը։ Դարի ես բակը մտնենք։ Տանջիր ես բակով։ Ծառը։ Բայց մենք կարծեմ ես բակում եղել ենք, Արմեն։ Այո, եղել ենք։ Ճիշտ է։ Չէ, արի գնանք են ծառի մոտ։ Բակը էլ չենք նայում։ Դե գնում։ Բակը պետք էր լավ, տաք եղանակին։ Վաշե մի օր ուրբաթ օրը պետք է Դավիթին վերցնեի, գայի ինքդ շուշ տար։ Սաղ այդ մարդկանց հետ ծանոթացել էր, զրուցել էր։ Իսկ Դավիթը տեղ ինչ գործ ուներ, նկարահանում։ Այդ չգիտեմ։ Չեմ անում ինչ գործ ուներ։ Վատանում ես, անայդ։ Հիանում եմ։ Ես փոքրն էլ է լավը։ Դες կամին, որ սկսում է տերևները սենց մեկ-մեկ թափվում են։ Նայ։ Չիլ մեծ են տերևները, չէ։ Հա, ես ինչ սար կլնի է։ Շատ գեղեցիկ է։ Հեն երկու շենքը հիշում ես։ Չէ։ Այդ Հրաչան Ներսեսյան փողոցից էր, որ մի քիչ բարձացանք այդտեղ էր։ Ես էլ այդ Այսմ։ իսա մահացած շենքը։ Տխուրը։ Խճանակարը լավն է։ Ճակատին։ Ինչքան եմ ստեղ ժամանակ անցկացրել։ Դիսերտացիայի սաղ պլակատները ստեղ եմ գծել։ Հա? Բա երեկոյան գալիս էի, չես հիշում, Աշոտն ու Համլետը կոնկուրսի համար գործ էին անում, այդ սենյակում, ես էլ գծում էի։ Աշոտը ստեղ էր աշխատում։ Հա, Աշոտը ստեղ էր, այդ վաղտ Համլետն էլ էր ստեղ աշխատում։ Համլետը Խաչատրյան Համլետի մասին է խոսքը։ Մի ժամանակ գլխավոր ճարտարապետն էր։ Ճիշտ է, Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Շատ լավ մասնագետ էր։ Իմիջիալոց առաջի տեղը շահեցին իրանք։ Գիտես ինչ մրցույթ էր։ Պասկևիչի բլուրի վրա հուշարձան էին դնելու մթամ։
Չեղավ։ Չէ։ Դե առաջ տեղը զբաղացրեցին։ Ասին 6 սանտ մերսի տղեկ ջան։ Ու դրանով ավարտվեց։ Ես կարող ես ինձ հասնենք երեխեքի տուն։ Ոդկով։ Հասանք։ Ես ինչ որ դպրոց էր, չէ։ Չգիտեմ։ Լավ։ Արի նստենք մեքենա։ Ինչ որ մի քիչ ամայի տեղեր է։ Գնանք այն առաջները։ Այնտեղ էլ ինչ որ մի հատ նոր շենք է երևում, չեմ անում որտեղ է այդ շենքը։ Մինչև ազատության պողոտանա, թե հետո, չէ, երևի մինչև։ Լավ, գնանք մեր մեքենան։ Լավ էլ։ Ամեն անգամ շենքերի համար ենք կանգնում դուրս գալի նկարում։ Այս անգամ հազիվ կարգին բանի համար դուրս եկանք։ Այդ ո՞րն է կարգինը։ Գեղեցիկ ծառերը։ Դե։ Բայց ստույան ինչ է, մի հատ կարգին բան մտածվել, որ աշնանը գեղեցկանա, չէ։ Այս ստույանները ինձ միշտ ինչ-որ Ոնց որ արձաններ են։ բաներ է հիշացնում։ Եվ գալիս ես տեղեր։ նույն տեղը կանգնած է։ Չէ։ Անայդ, բայց ստույա է, թե կարող է կիպարիսը։ Կարող է և կիպարիսը, չգիտեմ, ես այդ ծառերից բան չեմ հասկանում։ Թիֆլիս, որ գնում էինք, հիշում ես։ Ինձ թվում է ուղղակի հատուկ աճեցրած ստույաներ են։ Կիպարիսները ավելի բարձր են, չէ՞ Արմեն։ Հա, բարձր երկար։ Ասում եմ, որ Թիֆլիս էին գնում։ Ինչ որ մի մոմենտից, հələ կարծեմ նույնիսկ Հայաստան էր։ Մեկ էլ կիպարիսները սկսեցին երևալ։ Ինչով-էս է։ Այս ծառը դու պատկերացնում ես արևի տակ ինչ գույն է, որը սենց վառը հիմա է, ես մթանը։ Թողու փախի։ Լավ կլներ, որ շենքերն էլ կարանային սենց աշնանը գույները փոխեին, նեղնեին, կարմրեին, ձմեռը սպիտակեին։ Չէ, ձմեռը դատարկվեին, սենց բնակարանները տենա էր, թափանցիկ։ Էդ ինչը նարեցիր։ Որ ծառերի նման լնան։ Բան էլ էին չողջունեցինք, դպրոցից բանից խոսացինք։ Դե ողջունենք։ Ողջուններ ջան։ Էլի պոկվել է, չէ՞։ Միտեղ պոկվել է, չէ՞ լինելին։ Կարծեմ, ասեց, որ պետք է նորից գնար Հնդկաստան։ Թռնում են։ Ոնց որ մեկը Անահիտը է կանչում։ Չգիտեմ, ինչ որ մեկը։ Չէ, այս կինն է։ Ոնց որ մամա կանչում։ Ասում է փնտրում։ Դա բուտկայի մոտ գնաց։ Ես մայթով եմ գնում, գնա։ Մեր մեքենային չենք հասել, չէ՞ էլը։ Շատ թույլա, շատ երկար է ճանապարհը, արի դու իմ մայթը։ Մինչև մեր մեքենա։ Գնացինք։ Էս ինչա քանիչն է ժամանակ այդ։ 6-ին 4-ը պակաս։ Լորի մոթը։ Հա, սա մի քիչ հետա։ 5:47 է այսօր արևը մտնում։ Մտավ։ Ավելի ճիշտ։ Դա բան չարեց։ Առայժմ Արոնյանի վրա ենք, բայց որոշեցինք շուտ գնանք երեխեքի մոտ մի քիչ։ Այս է այդ շենքը, որ ասում է ձախից։ Ինչ տեղ են գտել։ Անընդհատ գտնում են, գիտես, այդ տեղերը շենք խցկելու։ Այստեղ այդ լուրջ պետք է ոտով տնտղել։ Այս պարմախան։
ինչ բառն է, ես դեռ ոնց կանգնում։ Չէ, ես չեմ ասում կանգնում։ Չինար կգնանք էլի Իրաստան մոտ կա։ Չինարիկ։ Բայց ստեղ ինչ-որ մի բան կար, ժանը, այդ քանդեցի, դեղը չեմ բերում։ Եվ քրշենքը բերին դրին։ Անդեղ հետո ռելեի գործարանն է, ոնց որ թե չեմ քանդել։ Պետք է հին սյոմկի քնայինք։ Չէ, ես որ ոդկով գնամ կհիշեմ, ստեղ շատ եմ գնացել ճանապարհով։ Ինչ-որ կասկածում են Արմենթելի շենք կար մի հատ կարող է այդեն քանդել, չէ, բայց դժվար։ Լավ, այս ինչ անսպասելի մխվանք, սաղ մեր չմասնակցած խցանումների տեղը հանեցինք։ Ատեսի շենքն է, հա։ Լավ, ես են հեռու սվետաֆորը նայեցի։ Ես տրանսպորտան գնում։ Ստեղ հողային աշխատանքներ են անում, տեսա կողքեսա, եկավ տրակտորը։ Բայց ինչ։ Երևի դրա համար էր խցանումը։ Եսի մինչև էդ ինչ էր անում։ Հիմա այն կողքն է գործանում։ Ընգանք առաջի գիծ, ընդեղ Ազատության պողոտանը հատում, Ահարոնյանը, Ազատությունից հետո ինչ փողոց էր այն այդ։ Հետո։ Հա։ Ինչ կա զարմանալու, ասում եմ Ազատությունից հետո որ Ազատությունը կտրենք։ Ինչ փողոց կլինի։ Այս մեկը Ահարոնյանն է, այն մեկը։ Այն ներքևի փողոցը։ Ներքևն է, չէ, երեխեքի փողոցը։ Ադոնց։ Ահա։ Ընդամենը։ Ես почему-то ներքևը պատկերացրեցի հետո։ Մտածի մանումենտ Վան հետո ինչ է գնում։ Մայր Հայաստան, հա։ Եկանք Ադոնց։ Ադոնցի խցանումներին։ Մի քիչ էլ ստեղ մասնակցենք։ Կշվեցինք էլի։ Մարդ ոչ միտեղ չի ուզում գնա այս խցանումների համար։ Բայց վերջում բան են, փաստաթուղթ են տալի։ Խցանման մասնակից, այդ թուղթը ունես կարաս առանց հերթ բան առնես, երշիկ օրինակ։ Դե գնացեք Դիվչատը, ես ինչ պատեր չնախատեսված Ես արշին բանկը մինչև 8:45 աշխատում է Բա որ ես իմանայի Լավ Գնանք Ադոնցով Անայտը գնաց ընդեղ Չինար խանութ կա Մինչև ես մեքենան հարմարացնում էի Ակչա Լոխ ակչայա Այս են խառը խանութներից հա Ուրարտուի նման Ինչ ուզես ծախում են Ինքան ապրանք կա դուրն էլ են փակել Դա չէ դուրը ստեղից է Չինարը չի չէ Սրան Ուրարտու կսազեր անունը Չնայած մի անգամ Մինիսոտա էլ չէ Ռասիա կինոյի մոտ մտանք էլի Ես շարունակում եմ այս ինչ Երկար պատմությունը
Ես հայկանք Չինար սուպերմարկետ շուտ որ իմանենք Լվովյանի վրայի Չինարից կարնենք էլի հենա չէ Այսինքն ինչ եմ ասում զով գնացինք ընդեղ կարնեինք Բակա դիմացնել լրիվ սովետական ռայոնն ամնացել ոչինչ չի փոխվել մենակ շենքերի տակերը խանութները էլի Ահա, Անեիդը Ռաֆայելովնան եկավ, ապրես Անեիդ ջան, գնացինք Լսրինք ինչ կանաչ են Էլ ասում ես այ մարդուս Ամոթել է ես վաղտս Էջ վեջները չի Բայց ծանր բանը, դու չես կարա, դուր ինձ, դուր ես բռնեմ, դու նկարի Ոնց է, ուժեղացել ես Չէ դե ձեռքերդ զբաղված է Անայդ, ուժեղ սերն եմ ես Έλα ընդմիջում տանք եկել մի հատ բակում իրանց բակը միշտ հաճելի է մի անգամ էլ տենել Այո տեսնել Իմիջ այլոց եթե կարանամ մի հատ ցույց կտամ Այսքան խանութներ են չէ բոլորը իրանց բակի վրա են դուրս գալի Ոչ մի տուփ Ոչ մի բան Անայդ ես Արշին բանկը մինչև 9-15 պակոս բաց է Ես էլ այդտեղ գործ ունեի գիտես իմանայի Են կնիք մնիքը կվեկալեի Դե մենք հիմա էլ կարանք հեսա հետ որ գնամ, վերցնես անես այդ գործը Վաշի կարելի է Մեքենան մոտիկա Գուշ Ես պատի որ հենց մտնում էինք լույսը վառվեց, չէ? Հա Արդեն փչացավ այ մորդ Շատ գովեցինք Թե ես պատես դու դուրը բացվելուց է վառվում Չէ, ստեղ մտնում էինք վառվում էր Բա հենա լամպեր են վերև են, չէ ամորան Ես ապատեն հայեք ինչ մաքուր է Ոչ մի բան չկա ավելորդ Դատար կա բակը Հա Ու մութա Ես լավն է շատ Ամեն անգամ ես հիանում եմ ես բակով Են Գորչենկոն էր երկում Մոսկովսկի խոկան Նիգաշի մույ սվետ Հա, ինքն էլ էր երկում այ Ինչ-որ հիշացնում է, չէ, երկը Լտես ես Բիսետկեն ինչ խնամքով պագել են Որ ծուրտ չլնի կամի Վայ, ես ինչ ձևի աճել ես ծառը, հլը նայի Հա, ինչ-որ Թեքս ինձ Թեքվել է ու գնացել է, ոնց որ են օպերայի չինարը Նիշում ես նրան Չէ Մաշը Սպինձարյանի արձոնի ես կոմը Ես ինչ սար ասեցի Փշատը երևի Փշատ, բա ես ինչ ասեմ Բա դու չինար ես ասում, ես էլ չեմ կարա հասկնալ Դե Աննա, այդ այսքան տարի կինոս ես Պարզ չի որ ասում եմ Չինար փշատ նկատի ունեմ Լավ է Հլը տեսեք է 7-20 պակաս ինչ դատար կա Բակը Իսկ մի երկու ամիս առաջ Այս ժամին ֆուտբոլ էին խաղում Ստեղ է ժահակին մարդ նստած Այսոնց եղանակը սաղ փոխում է Բակային կյանքը
Այս մեկը ալյումինի գործարանն է ու մենք Գրիբոյեդով փողոցի վրա ենք, այո։ Գնանք մի րոպե մի հատ սաս մտնենք, Անահիտը բան պետք է առնի այնտեղ։ Ոյ, օրը էլի գիշեր դարավ, հլա էլի չենք ճաշը, այդ ճաշ արդեն 3 օր անդ է դրած է։ Կարող է մի հատ բան անենք, Անահիտ, երաշկի մի հատ ուտենք, հետո շարժվենք։ Ճաշնի քիչ կուտենք էլի։ Բայց դե հետո կուտենք, որ էլի կմնա։ Պետք է մնա։ Վաղն է պետք է էլի թազա ճաշ սարք։ Մի րոպե, իսկ մածուն ունենք, Անահիտ։ Հա բաղում, առասում։ Հա, վայ այսօր չունենք, ժովքում ենք։ Ստեղ հիշում եք են մեծ Դալանով շենքի։ Հա Գրիբոյեդով էր, չէ՞ կոչվում ոնց էր։ Ասմիկ Սիմոնյանն է, այս կողմերն էր, չէ՞, ապրում ինչ-որ բաներ էր գրում։ Չէ, ինքը ընկումն է, Մալխասյան փողոց կա այնտեղ։ Եվ որ կի մաքրում ենք գնում մի վաղտ։ Հա։ Այնտեղ։ Դուրս եկանք հին Գրիբոյեդովի փողոց արդեն։ Հին շենքերի էլի։ Իրապես հələ կոմիտասը, չէ՞։ Չէ, իհարկե։ Սա հələ բան այդ Լավ է, սիրես ուզում էի պատտվեի արդեն։ Ֆորմա նվառաչվա ոնց էր։ Հա, Մամիկոնյանց։ Ահա, հասանք թեքվենք կոմիտաս, հեսա։ Հասանք կոմիտաս, տնենք ընդեղ մեզ դեղ նախատեսել են, անայդ։ Չես գուշացրել, որ գալիս ենք։ Ուրա, հələ տես ոնց են կանգնել։ Խիտ։ Այս լավ բան չստացվեց։ Գեղեցիկ չեղավ։ Ստեղ տեղը ոչ նեղեր։ Այս մեքենան կարմիր հույսեր էր վառվում, սա էլ է կարմիր։ Հա, հեսա սա վառել եմ։ Նույնիսկ երիտասարդ ասես չկա տեղ։ Այստեղ չկար։ Չէ, անշուշտ են, այս դալան է ստեղ, ես ինչ որ։ Իսկ այս փողոց, այս արդեն կանգառա։ Այս դա արդեն։ Դե արի գնանք այնտեղ կանգնենք։ Դրանք Այստեղ չի կարելի։ Դա չի կարելի։ Ահա, ստեղ կանգնեցինք։ Բերում ես ստեղ էլ կար կենթանիների խանութան այդ։ Են որ կպած ման էին գալիս, ստեղ չենք մտել։ Են ինչ է, հատեղատունը։ Բայց ես է հետաքիր, չէ, լեպտո։ Ինչ է բենաս նշանակում։ Ամար, բայց ինչի երկու տեյով։ Մեծիչին երկու տեյով, լեպտոն երկու տեյով։ Ինիքս։ Այրին ինիքս չի վարում։ Չի վարում։ Անգլերեն։ Մենք ստե մի անգամ կոֆե առանք, թե կակաո էր, չեմ հիշում։ Ճիշտ ես ասում։ Հա։ Այս էր, այս կոֆե։ Հա, այս էր, ճիշտ է։ Կոֆեին։ Հա, բայց էլ չեկան։ Ես էլ ատես ինչ որ։ Գրասլով, կաֆեին։ Կոֆեին, հա։ Կարող է։ Դտումները։ Հա, դες շատ տեղեր են շարել։ Էդ եփ է, չպրծավ։ Բա պրծել։ Վայ, Արմենին պետք է հարցնեի, մասնակցեց։ Չէ, Արմենին ստարիք։ Դժվար թե մասնակցի։ Արմենին պաչելուց ես արդեն նացի պճկես, հենց ոտքերից ծայրին եմ կանգնում։ Ինքը կրանում է, ես էլ վերև եմ ձգվում։ Նայ Ռենան վերջնականապես գնաց ստեղից։ Բայց ինչ է գրած, ընդեղ է Զիկր։ Էդ ինչ է։ Չինական ֆիրմա է։ Նիսան։ Մի անգամ մտա
Կարծեմ էլեկտրոմոբիլներ էլ կային։ Այստեղ մեծ վարսավիրանոց էր, լավ հիշում եմ։ Այսքան մեծ։ Ահագին մեծ, այո։ Բայց հիմա չկա։ Կինոկոմիտասի դիմաց է, հա, պաստորեն։ Իմ աշակերտն էլ այստեղ աշխատում էր ժամանակին։ Ես էլ կինոկոմիտասն էր ժամանակին։ Հիմա ինչ է, անթերիա։ Են կրկեսը տենց չէր կոչվում։ Նա էթերիա էր կոչվում։ Հա, ստեղ գրած է իմ սիրուն, Անահիտ։ Հենց որ բացառված չի էլի վարսավիրանոց է։ Հա? Բա իմ սիրուն ինչ պետք է լինի։ Արդեն կանգառում քիչ ժողովուրդ է, հենց որ։ Բա երկի արդեն ութ։ Հուսանք մենք առանց խցանման կգնանք տուն։ Այդ օրը, որ առանց խցանումի է, երջանիկ օր է։ Այդ կուր լոբիի բախտը չի բերում։ Հա։ Առողջություն զանայիդ։ Էլը սենց լոբի եմ սակել։ Չուտվում։ Բելի վերք չորնի նիզ, ես։ Չորնի նիզ բելի վերք, ես։ Բանն է ձուկ կսարկեմ, էլի չի ուտվի, ուտեցը կմնա։ Ոնց չի ուտվի, վաղը Դավիթը կգա սաղ կուտի, ինչ Դավիթը լոբի չի ուտում ընդհանրապես։ Հա, դե ինքը ձուկ կուտի, ժամանակից։ Ես լոբի, ես Հա? ձկանը չորմի։ Չէ, ես վաղը մենց համով կսարկեմ ձուկը։ Որ նույնիսկ ես կուտեմ։ Ես խանութի անունը մի վաղտ բաներ, Սիզմոյ կանցինյենտ։ Այո, այստեղ դրանից հիշողություն են սևի կրանավոր 7000-ով վերեցի կասա, պարզվեց 70,000-ը։ Այ, բանը ինչ հետաքրքիր էր այդ Բիլուգայի մասին այդ բանը։ Պատմությունը չէ։ Հոդվածը, այո։ Ինչ ասում եմ, 1.5 տոննա դաժի մեծանում են։ Չէ, սոսկալի բաներ, ընդ կար դեպք, որ այսինքն այդ հələ շատը չէր, արդեն վերջերս քիչ էր էլի։ Վերջերս ո՞րն է, երևի մի 20 տարի առաջ, հա? 30-ական թվականներին էր, չէ 80-ական։ 300 կիլո մի ձկից, իկրա, սև իկրա։ Ասում են այնքան շատ է, որ արդեն շամն էին տալի ուտելու։ Շներին էին, բայց երևի շուտ էր, Անահիտ, այդ ցարի բանի վաղտ էր։ Չէ, 30-ական թվականներին Բիլուգան ասում է հատուկ բռնեցին, որ Ստալինը հյուրասիրի դերժավաների ղեկավարների։ Ռուզվելտը բանը որ հանդիպում էին, որ հատուկ են բռնել արդեն արժա քիչ էր։ Ու вообще ինքը քանի միլիոն տարվա ձուկ է։ Հա։ Այդ է, էլի շատ հետաքրքիր։ Ես օրինակ այդ չգիտեի։ Այդ բանից է պակասում, էլի։ Իրանք գետով բարձանում են, չէ՞ որ իկրա դնեն։ Հա, ներիստ, հա։ Հա, այն բաներ են սարքում, պլատինաներ, դամբաներ ու արդեն չեն բարձրանում, կամանց վերանում են այդ ձկները։ Պլատինան աստված գիտի հայերեն ոնց է։ Հետո շատ հաճախ բռնում են բանը երիտասարդ տարիքում 30 տարվա, իսկ իրանց պետք է ինչ-որ 100 տարվա ձկներին բանանել, բռնել, որ համ միսնալավը, համ իկրանալավը։ Բայց ես հանդիպեցի, որ իկրան 30 տարեկանից հետո են իրենք սկսում իկրա դնել, Անահիտ։ Դե բայ, էդ է, էլի էդ են, հենց սկսում է իկրան դնել, արդեն բռնում են, բայց ձուկը ինքը մեծ քիտ է, երիտասարդ է։ Բայց 100 էր, ինձ թվում ավելի շատ էր ապրում Բիլուգանը, չէ՞։ Ինչքան էր ապրում չեմ հիշում, բայց այդ ժամանակ ինքը մեծ է արդեն, տարիքով, էլի։ Այդ են վաղտնա, որ կարելի է իրենց բռնել։ Ամենայն դեպս դինոզավրներից առաջ իրանք կային։ Այո։ Դինոզավրների հետ։ Սիրուն էր, սև լրիվ։ Դե ասմա տեսքից էլ է երևում, էլի, ոչ թե թեփուկ է, ճիշույա է իր վրա, այլ տենց ոսկրային բաներ են, էլի։
Լավ, դու մտի ես մի հատ միջև խաչմերով գնամ գամ։ Մի խոսքով Բելուգայից սրկվեցինք, Բելուժի կրայից։ Ասել Գրիբայեդովը դեպի Քոչար այս կասաներին չոր քիչ են անայտը հերդ կկանգնի, հա ես վարձանամ վերև մի հատ Այգոց էլ վերցնեմ այն արդյոք, մի հատ պերաշկի պետք է տնկել չէ։ Այդ մաթեմատիկական ուղղ ունի, որը որ շատ եմ ափսոսում, որ շատ դիտնատի բերնա դրանը, օթում Ես եմ? Ես գաթա է, կատնաշորով, 300 գրամ, են մյուսը 500 գրամ, չէ կարծում, չոր թանգացել է։ Ակիրից կա։ Բոնչիկ էլ կա, կա։ Անայդ իդի վրն է կոտում։ Լավ, անպերեմ գա։ Բոնչիկը իհարկե են սուպեր թմբլիկը չէ։ Չէ, բոլորովին։ Կոկա-կոլան ինչպես միշտ, ու 3 հատ, ես հայերեն ոնց է կարկանդակ։ Տնական կարտոֆիլով։ Տնական կարտոֆիլով։ Ես էլ մեր գերեչկուի։ Կասիրշա ոնց է, որը շատ անայտին հավանեց, դրա համար ես էլ իրանց ուս տվեցի։ Դեմ ես բարի ախորժակ, կիկին անայիտ։ Շնորհակալություն, բայց մեռանք դուրսը ուտելով։ Ու ամեն անգամ ինչու մեկը շատ էժան, մեկը շատ թանկ։ Ես ինչ էր անայիտ հիշում ես։ Շնիկների համար էր էլի տնակ է։ Ինչ է գրած։ Լիլուշի տնիկը, տունիկը։ Լիլուշնովը։ Շունիկը, Լիլուշ անունը։ Կլոտ Լելուշ գիտեի։ Են Լելուշ էր։ Ես ինչքան տեղ ազատվեց։ Լասում ես։ Լավ բարձանանք հա մեքինայի մոտ։ Դե տուս։
Էդ ինչ երկար մնացիր անա դու այդ խանութում։ Դե այդ քո ուզած սոուսներն էին նայում, լրիվ նույններ ինչ որ զովքում, որը ես արդեն առել եմ։ Հա։ Այո։ Հատուկյավուրես տարիքին իրար հետ գրաչեր մտած գնում է գեշտակալասան դիմացի որ շատ զավզուկեր է եղել մազամամաչին 50 տարի առաջ։ լավ մնակ Դուք էլ ձեզ լավ երեկո։ Դուք էլ այդպես լավ մնացեք։ Հաճելի կիներ, չէ, ուրախ։ Շատ։ Բայց կալյասկայի մեջ է առնեն։ Չէ, անից էր, որ մանգալուց էլի։ Կադունոկի նման։ Հա, ապասել էր դրանով մանգալի։ Են մեր հարևանուին էլ է դրանով իջնում նստում։ Ուզում է ես ասեի, դու ասեցի։ Հա, դե օգնում է էլի մանգալուց։ Ամեն մարդ չի կարում, գիտես էդ ծանր վիճակներում մնալ կենսուրախ։ Հա։ Կա մարդ, որ սոսկալի ամանչում է այդ իրավիճակից։ Այո, ես գիտեմ այդ ձևի մարդ։ Դե բոլորս էլ գիտենք էլի։ Գիտեինք։ Չնայած այդ սխալ բան է իհարկե էլի։ Որտեվ նման բան ցանկացած մարդու հետ կարա պատահի էլի։ Իհարկե, ոչ մեկը չգիտի մեզ ինչ է սպասում։ Այո։ Դրա համար մի քիչ հարգանքով Պապատ օրինակ չէր ամանչում։ Միշտ հավեսով Դավիթի հետ դուրս էին գալիս։ Մի անգամ եկա ծիծաղումը ասմա կանգնած էի բաժեստի մոտ։ Դե մեկ-մեկ դուրս էր գալի, նայում էր էլի, տենց թարմանում էր։ Ասմա մի հատ կին էր արագ անցավ, ես վերևի գրպան ասմա փող դրեց ու գնաց։ Բայց ծիծաղում էր էլի, այդ բաները ոչ թե։ Հա, որպես բաներ ընդունում էլի։ Ես ավելին ասեմ։ Վիրավորանք։ Հենց շարժումը, որը սկսեց Ղարաբաղյան։ Սաղ ժողովուրդը չէ, ոգևորված հիշում ես, ինչքան էին սաղ իրար հետ լավ։ Միասնական։ Այո, էլ մեքենայով բարձրացնում էինք այն կանգառում սպասողներին մասիվ եւ այլն։ Ուրեմն պապաս այդ վիճակում մի օր գործեր գնացեին քնուրուն մի կերպ։ Հետո էլ տրոլեյբուսով իջել էր գործից։ Հիմա ինձ պատմում է ուրեմն։ Դե այդտեղ բժշկականի մոտ վերջի կանգառն էր, չէ, տրոլեյբուսի։ Ասում է հիմա դե ինքը ինվալիդ է, դժվար է իջնում, էլի դանդաղ իջնում է մի կերպ, վերջի մարդն է, որ իջնում է, իսկ այնտեղ հիշում ես ոնց էր սենց լիքը մարդ սպասում է, երբ է տրոլեյբուսը ազատվելու, լցվի, վազի, գնա նստի։ Ուստեղ ինչ-որ մի հատ դանդաղ տենց իջնում է, ես մի հատ կին է արջևում, այդ ներքևում կանգնածների մեջ, ասում է, մենք էլ ես ոչխարների համար պայքարում ենք ասում։ Պատկերացնում ես, հա։ Ինչ չարկիններ։ Շատ, սոսկալի։ Բայց ամենահետաքրքիրը, որ պապաս ծիծաղից թույլանում է։ Ես ոչխարների համար մենք էլ պայքարում ենք։ Իսկ նման դեպք Միլանում, չգիտեմ, դու կողքս էիր, թե հեռու էիր։ Տրամվայ էր, էլի վերջի կանգառ։ Հենց այդ իրանց Միլանսկի սաբորի աբանի։ Հասկացա, տրամվայ էր, չէ։ Այո, վերջի կանգառն է։ Ու մի հատ էլի այտենց մեծահասակ կին շատ դժվար իջնում էր։ Ես էլ ձեռքս տվեցի, որ ինքը իջնի, էլի լիքը ժողովուրդ էր սպասում։ Ես ձեռքս տվեցի, այդ կինը իջավ, վերջում էլ ասեց բրավո։
Դե այո Այդ որտեղ Լասկալան է, այդ քաղաքում բրավոն լավ քաշ ունի էլի։ Չէ, ինձ բոլորից շատ այդ շունն ու իրա տերը տպավորվեցին այդ խանութի կողքը։ Միլանում։ Վիտրինայում, հա, ասենց կինոնայում էր մեծահասակ, բայց ինձ մի ձևի մի քիչ ստիրվոզնի տեսքով կին էր բանով էլի արտաքինով։ Հա։ Շունն էլ ուրեմն Այսինքն սերվոզնը ինչ է նշանակում, գեղեցիկ։ Չէ, նենց մի քիչ նիհար ու բան էլի նենց յազվիդիլնի էլի։ Բայց կանգնած էին, հետո ինքը ինչ-որ շանը բան ասեց, շատ կամանց։ Բայց շան աչքերը նենց նայում էր այդ տիրոջը նվիրված։ Այո, преданности, ու ինչ էր, ես այդպես բան, այդ վաղտ ես նոր զգացի, որ ինչքան այդ շները սիրում են իրանց տերերին, էլի։ Շատ տպավորիչ էր։ Ես էլ մեր ինվալիդ մեքենան հայեր ջան, այսպես պոզերը տնգելա կամ 10 օր պետք է սենց մանգանք։ Արդեն 9 օր, ինչի 10, մի օր անցել է։ Արդեն 9 օր, թե չէ տենց ստույգ ժամկետները, հա, քեզ Հավաքչետը ինձ էլ է թվում, որ դա հələ մի ամիս կքաշի։ Չէ, հա, մի ամիս դու էլ անայդ։ Գնացինք։ Արեստավորները մի բան խոստանում են, հետո պետքա բազմապատկել երկուսի մինիմում։ Հետո իրանց խոստացածի ձեռը կրակն են ընկնում խեղճերը։ Գնացինք։ Կոմիտաս Ձախից շուկան ենք անցնում, հասանք Տիգրանյանն է, չէ, ոնց որ Տիգրանյանը այդ խաչմերուկին մենք Կոմիտասի վրա ենք, բայց Անահիտը հիշեց, ասում է մի շաբաթ առաջ ասեցիր։ Հա, կարող է 5 օր առաջ, այտենց ստույգ չեմ հիշում, բայց ես վերջերս էր, այո։ Ասում է ինչ-որ բան է եղել, հրդե է եղել CG-ի KFC բաժնում։ Մասում։ Դե մի հատ կանգնենք, հələ տնենք վերացրել են արդեն հետևանքները, թե։ Չէ, տես մութ է այդ մասը։ Այդ որ մասն է։ Այ հենց սկզբնական մասը։ Չէ։ Դες չենք հասկանում, պետք է կանգնենք։ Պետք է մտնեիր ընդեր ստայանքայի մասը։ Բա մտնեի։ Իսկ այստեղ կարելի է կանգնել։ Ինչ անում։ Կանգնած են էլ, արի ընդեղ կանգնենք։ Միջև ես մեքենան կանգնացրեցի, Անահիտը չհանֆերեց, ասեց ես գնամ իմանամ որտեղ է այդ KFC-ն, բայց ես ստեղ մեկի հետ զրուցեցի, ասեց հոպար ջան, այս ռեկլաման էր վառվել, KFC-ն չէր վառվել, ասի ինչ է ինչ շուխուր դրե KFC, ասում է թե հանգցնելուց KFC-ում ենքան ջուր էր լծվել, որ KFC-ն էլ էր տուժե, բայց ոչ հրդեից, բայց ուր գնաց Անահիտը, չհասկացա ես ինչ արագ գնաց կորև մի խոսքով, են մեկը վեգա է դարը արդեն, վեգա կանջատը մի հատ զանգ տեմ, այ մրտուս ուր գնաց, ինչ որ պետք էր իմանալ, հենա իմացա էլի, ահա, Անահիտը գտնվեց, պարզվեց Կոմիտասով էր գնացել ինքը, և ինչ պարզեցիր Անահիտ, ես մի բան պարզել եմ, հələ կիսվենք։ Դեսա, ես կողմից սա ես մասնա, ու դեպի Կոմիտաս արդեն։ Հա, ինչ ա եղել KFC-ին։ Լրի վարվել է, ինչ ա եղել։ Ահա, հիմա քեզ ասեմ ինչ ա եղել իրականում։ Ոչ ման չի վարվել։ Բա ինչ ա եղել։ Ուրեմն վարվել է, այնտեղ մի հատ ռեկլամա կար, որտեղ մենք կանգնեցինք, ես արդեն ցույց եմ տվել այդ ռեկլաման։ Ահա։ Վարվել է այդ ռեկլաման, այս։ Ահա։ Հիմա որ այդ բաժարնիկները եկել են,
Այնքան ջուր են լցրել այդ հանգցնելու համար, որ այդ ջրից Կիևշին է տուժել, բայց տուժելա ոչ թե հրդեհից, այլ ջրից։ Չէ, այդքան բան։ Բայց վերևի տանիքը բանը ո՞ր է։ Դե երևի այդ սաղ ռեկլամա է եղել, էլի ռեկլաման են հանգցրել, այն ծակերից էլ ջուրը լցվել է այս խեղճ KFC-ի տարածքը։ Վերջ Անահիտ ջան։ Մենակ KFC-ն չի տեսել, վերևն էլ կա։ Դե հիմա էլ երևի եկել են նոր ռեկլամա սարքեն, էլի շատ գիտեմ։ Մի խոսքով էդ էր սաղ պատմությունը։ Գնացինք հետ։ Էդ դու ինչ ես նայ որ հասկացել ես, որ KFC-ն է վառվել։ Ես այդինա տանիքը բանը սա կարուքան դարացա։ Բայց ինչ պետք է հասկանայի։ Ջրել են դրանից։ KFC-ին բան չի եղել, չէ՞ հրդե։ Այդ չեմ կարա ասել։ Հա, չեք կարա։ Բա դուք հիմա ինչ եք անում, այդ ռեկլաման եք։ Կրիշն ենք փոխում։ Կրիշն եք փոխում, հա։ Կրիշը ես վարված։ Ռեկլաման, հա։ Արեք մի փոխում որ սա դոպներ էին օրա։ Որ այդ վազում էին։ Հա, էս է վարվել։ Դե ռեկլաման սերևույթին կարճմիացում է տվել, էլի։ Չէ։ Ես եմ։ Ռեկլամայի զորը ինչ է։ Ոտ ծխահոտ չեր գցելու մեկը ընդեղ։ Կարող է բենզին են լցրել վառել են։ Օ։ Դու լավ TikTok-ում կաշխատես Անահիտ։ Լավ էլ։ Զգուշ։ Ստեղ հիշում ես, որ մի անգամ հա ես մենակ է եկել։ Չէ, կարծում ես կայի, Դվոն ու Սուրոն, հա որ նկարահանում էին։ Հա ես ու Ինեսան էինք, լավ հիշեցի, էլ մի քեզ ես էլ կայի։ Դե ուրեմն նենց մանրամասն եք պատմեմ, որ ես մտածեցի, որ ես էլ կայի։ Այդ լավ։ Զիգզագ էր ստեղ առաջ։ Չէ, այդ վաղտ արն էր, արը։ Ինչ։ Ար, այդ արեր կոչվում։ Ոնց էր կոչվում։ Իրանց ծիլի ստուդիան։ Լավ, Անահիտ, դե սխալվեցի, մի հատ օգնի էլի Բայց գտնենք։ չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Կար զիգզագ ու կար մենք մեր լվացքի մեքենան որտեղից ենք առել։ Զիգզագից ենք առել։ Չէ։ Այո։ Թու։ Ար չէր, մի քիչ ուրիշ էր, բայց Ես ինչի կսենց ման գալիս մեքենաների միջով։ չգիտեմ, են գույնավոր լույսը դուրս եկավ են։ Թիթեռների նման լույսի վրա եմ գնում։ Վեգա է։ Այաքս չէ, Այաքս չէ, չէ։ Չէ։ Երկու հատ էր ճիշտ է էլեկտրոնիկայի, մեկը զիգզագներ, մյուսը հələ տեսե ոնց է դուրս եկե քաղաքից, որ անունն էլ արդեն չեմ հիշում։ Բայց մենք զիգզագից ենք առել, ես այդ հաստատ հիշում եմ։ Չէ։ Այո։ Անահիտ ջան, իրանք Կոմիտասի վրա խանութ ունեին։ Այո։ Են խորքում, Սիչի գալասայի նման։ Այո։ Են մյուս շենքը իրանցն էր, էլի այդպես խորքի մեջ։ Լավ, всё։ Այաքս։ Չէ, Այաքս չէր։ Չէ, Այաքս չէ, Այաքսը տուրիստական ֆիրման էր։ Լավ, հեսա անջատեմ, զանգ տամ դվոյին իմանամ։ Հա, ժողովուրդ, հենց անջատեցի, որ զանգ տամ հիշեցի։ Արայ։ Արայ, այո։ Հա։ Տիգրանյան փողոց, այս Կոմիտասի վրա այդ նորակառույց համեմատաբար շենքերը, այնտեղ առանց ռեկլամաների ոնց էր կոչվում, Սիթի։ Այնտեղ վեգան ինչ-որ կահույք է բացել։ Ստեղ վեգանն է բոլոր։ Էլեկտրոնիկա է, սմարթֆոններ եւ այլն։ Արայի տեղը, ես էլի Տիգրանյան ու լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Միշտ առողջ։ Ինչ աղբյուր անայք։ Այստեղ աղբյուր կա։
Ստեղ չէր են մյուս մայթում էր։ Դե գնանք, եթե ստեղ ելնի ցույց կտանք, այն մայթ չեմ գնա։ Ոչուր պետք է գնաս սա։ Հա, այն էլ լուսավոր է ստարսի պես քո ասած աղբյուրը, բայց ինչ կա էս աղբյուրը, որ տենց ուզում ես։ Ես մթանը։ Չինա նվիրված։ Ես էլ աղբյուրը հայեր։ Այնա գրածը։ Հիմա ես մութ տեղը ոնց ենք Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակին։ Որ թվի։ Ուտենց է գրած Արցախյան պատերազմի, ես միանունն էլ Սարոյա գրված։ Չէ, թիվը գրած չի։ Երկրապա ներքևը, բայց ոչ մի թվեր չկան այո։ Սա որ թվի, կարող է գիտեք։ Տեսակ։ Հա, տեսակ։ Շնորհակալություն շատ։ Դե վերջ։ Սա երբեք չկրտմվի։ Մի աշխարհում միայն խաղաղություն։ Այո։